Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, այսօր Փասթինֆոյի հյուրը ռազմական փորձագետ Պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանն է։ Բարև ձեզ, պարոն Նահապետյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Նահապետյան, ավարտին մոտեցավ 2025 թվականը, ինչպես ենք ամփոփում տարին։ Եթե 2020-ին մենք պատերազմի մեջ ենք, տաք պատերազմ գետնի վրա, հիմա այդ պատերազմը շարունակվում է այլ դրսևորումներով, այն է տեղեկատվական եւ հոգեվոր։ Մենք պատերազմի մեջ ենք։ Կա իրական հակառակորդ, թշնամի, որ կոնկրետ խնդիրներ է ուզում լուծել։ Մասնավորապես 25-ը մեր երկրի պետականության, մեր ժողովրդի համար ինչով էր պայմանավորված, գործնականում եղավ համաձայնություն, որ տրվի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Այսինքն թուրքական աշխարհը ունենա ցամաքային սահման Թուրքիայից մինչև Կենտրոնական Ասիայի պետություններ։ Սա կարևոր է թուրքական աշխարհի համար, կարևոր է բրիտանա-թուրքական Թուրան պրոյեկտի համար։ Այս վերջին պահին կարծես թե այդ պրոյեկտին մրցակից ի հայտ եկավ Միացյալ Նահանգները, որը անթաքույց առանց հետևեթանքի փորձում է հաստատվել մեր տարածաշրջանում, բայց այլ խնդիրների համար, իր համար կարևորը տնտեսականն է, կոմունիկացիաներն են, գազը, նավթը, բայց ոչ հարվածային բռունցքը դեպի Ռուսաստան։ Սա առաջին, ինչ մեր երկրի համար ստրատեգիական առումով։ Երկրորդ, եկեղեցու դեմ դրսի տերերի պատվերով օրվա վարչակազմը սկսեց ասպատակություն։ Արիերևույթ խնդիրը վեհապար հայրապետի հրաժարականն էր, որի իրավունք անգամ վեհապար հայրապետը չունի, որտեղ օծյալը։ Խնդիրը եկեղեցին մասնատելն է, ընդ որում դրա նախադեպը կա Ուկրաինայում։ Եթե ուկրաինական ուղղափառ եկեղեցին մասնատեցին եւ եկեղեցիների մի մասի արգրավումով, հոգեվորականների բանտարկությունով, սպանություններով ստեղծվեց մի այսպես անջատողական եկեղեցի, որի անունը դրվեց Ուկրաինայի ուղղափառ եկեղեցի, այստեղ կարևոր է հասկանալ Ուկրաինա բառը, եւ որը դրվեց Կոստանդնուպոլսի ազգությամբ հույն Թուրքիայի քաղաքացի, Թուրքիայի հատուկ ծառայություններում աշխատած Պահեստազորի սպայի վրա։ Նույն բանը փորձում են անել Հայաստանում, մեր եկեղեցին հայաստանյաց եկեղեցի է, աշխարհասփյուր հայության տարբեր գաղթօջախներում, երկրներում մեր եկեղեցին ունի ներկայացվածություն։ 4 նվիրապետական աթոռ, մեկ Էջմիածին, Անտիլիաս իր կաթողիկոսներով եւ Ստամբուլը, Պոլիս, այսպես Կոստանդնուպոլիս եւ Երուսաղեմը որպես պատրիարքություններ։ Հիմա փորձ է արվում Հայաստանի 12 թեմերի հենքի վրա ստեղծել մի եկեղեցի, կաթողիկոսը ամենայն հավանականությամբ նշանակովի կլինի, այսպես արիերևույթ ընտրություն, բայց ըստաբար նշանակովի, որի բուն նպատակն է, որպեսզի այդ նոր եկեղեցին եւ իր նոր կաթողիկոսը հրապարակավ որևիցե կեցված չդրսևորի ոչ ցեղասպանության, ոչ Արցախի, ոչ մեր ռազմագերիների, ոչ Արցախից դուրս եկած մեր քույրերի եղբայրների վերադարձի իրավունքը եւ ընդհանրապես ներփակվի ներհայաստանյան խնդիրներով։ Դա կոնկրետ խնդիր է։ Բայց այդ ամեն ինչը օրվա իշխանությունները փաթեթավորում էին իբր վեհապար հայրապետի հրաժարականն պահանջում, ակնհայտ է 4 գործնական փուլում օրվա իշխանությունները քայլեր կիրառեցին, 4-ն էլ ձախողվել է։ Առաջինը երբ փորձեցին բազմահազարանոց մարդ հավաքել, Էջմիածնի հրապարակից ուղղորդվել դեպի Մայրաթոր։ Փաշինյանի հույսը ամենայն հավանականությամբ կյանքի խոսք կառույցի եւ Եհովայի վկաներ կառույցի ուրեմն անդամներն էին, որոնք իրոք բազմահազար են, այդ կառույցները հրաժարվեցին, հրապարակավ կառույցների ղեկավարների ստորագրությամբ հայտարարություն տարածվեց։ Հրաժարվեցին ընդհանրապես այս գործընթացից, երկրորդ քայլը օրվա իշխանությունները փորձեցին Հայաստանում 200-ից ավել ամուսնացել քահանա կա, այդ քահանաներից մեծ բեկոր պոկել եւ հիմնվել ամուսնացել քահանաների վրա, որպես հենք հետագա գործողությունների ընդհանրապես 3 անձ, որ 3-ն էլ կարգալուծարվեցին, երրորդ քայլը փորձ արվեց օգտագործելով վարչական ռեսուրսը
պետական հաստատությունների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ մեր եկեղեցու որոշ հետևորդների միջոցով տարբեր վայրերում իբր պատարակների մասնակցել, իրականում պատարակ չկա, որտեղ կանոնական լուրջ խախտումներ են, ասենք որակում որպես դեպերի խնջույք, եւ այդտեղ մեծ զանգված հավաքել, հետո այդ զանգվածները գումարել եւ կրկին դեպի Մայրաթոր։ Դա չստացվեց եւ 4-րդ փորձը 10 եպիսկոպոս, arczepiskopos ուխտագիրը խախտեցին։ Ընդ որում այդ ուխտագիրի ժամանակ փաստացի ուխտենանում անվերապահ կատարել առաքյալներից, Գրիգոր Լուսավորիչից եւ իր հաջորդներից այս պահին նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգինի հանձնարարականները, հրամանները, անվերապահ եւ այլն եւ այլն։ Իրենք հրաժարվեցին, առավելս որ վերջերս մի հայտարարություն էին տարածել այդ 10 անձնավորությունը, որտեղ ուղղակի ուխտագիրը խմբագրել էին։ Իբր իրենք եկեղեցուն են հավատարիմ եւ այլն եւ այլն։ Սա էլ ձախողվեց եւ վերջն արդյունքում փորձարվեց ձախողել դեկտեմբերի 18-ին Մայրաթորում Գերագույն հոգևոր խորհրդի նիստը։ Այնիշ տեղի ունեցավ Էջմիածնում տաճարի մոտ, իրենց խնդիրը դա ձախողելն էր, հետո ինչ որ քանակով ներխուժել դեպի տաճար, արարողությունը ձախողելու եւ ես չեմ բացառում, որ վերապար նկատմամբ նաեւ բռնություններ կիրառվեին։ Սա եւս ձախողվեց, սա ուղղակի հարված էր օրվա իշխանություններին եւ իրենց տերին գոնդկատերես ներքև, կարծում եմ դեռ խելքի չեն եկել, որովհետեւ փաստացի այս դիմադրության ճակատում երկու առանցքային դերակատարում ունեցող օղակ լավագույնս դրսևորեցին իրենց, մեկ Վեապար Հայրապետը հոգևորականներով, իրենց վճռականությամբ եւ հաստատակամությամբ, եւ երկրորդը զանգվածային լրատվամիջոցները, իրենց լրագրողները, օպերատորները, այն մարդիկ, ում հրավիրում էին այս թեմաներով խոսելուց, կարծում եմ այդ հաղթանակի առուծի բաժինը զանգվածային լրատվամիջոցներին լինեն դա կուսակցական, թե ոչ կուսակցական անկախ, բայց մարդկանց մոտ իսկապես առաջացավ լուրջ մոտիվացիա եւ այդ մոտիվացիայի արդյունքում դեկտեմբերի 18-ի օրվա իշխանությունների ծրագիրը ուղղակի ձախողվեց եւ այդ 10 եպիսկոպոս, arczepiskopos ուղղակի մեկ գազելով ճողոպրեցին։ Այսքանը։ Պարոն Նահապետյան, իսկ 2025 թվականի ընթացքում եւս Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունն ու մերձեցումը արևմուտքի հետ ձեր դիտարկմամբ ինչ ազդեցություն ունեցավ Հայաստանի համար, որտեղ դուք շատ եք խոսում ինքնիշխանության կորստի վտանգի մասին, եւ այս պարագայում այս անվտանգության արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը մեզ համար անվտանգային բարձիկ ստեղծեց, թե նորթակարգ դարձավ։ Ես կարծում եմ այն ինչ հիմա կատարվում է, դա պլանավորած է եղել, գլոբալիստների այն է ԱՄՆ նախկին վարչակազմի, դեմոկրատների եւ Բրիտանիայի կառավարության կողմից Փաշինյանին բերել իշխանության նշանակում էր կատարել նվազագույնը 4 խնդիր։ Առաջին՝ Արցախի հանձնում, այն ինչ տեղի ունեցավ։ Երկրորդ՝ այդ միջանցքի թուրքական աշխարհի ցամաքային կապի ապահովում։ Դա փաստացի տեղի ունեցավ, բայց Միացյալ Նահանգները հիմա միջամտում են այդ գործընթացին։ Երրորդ՝ Ռուսաստանի 102 ռազմաբազայի եւ սահմանապահների Հայաստանից դուրս բերում։ Դա գործընթաց է, որը ցանկությամբ չի կարող լինել, որովհետև պայմանագրերում երկկողմանի համաձայնություն պետք է լինի, որ ռուսական կողմը դուրս գա։ Այս հարցը ըստ իշխանությունները ուղղակիորեն կապում են նոր սահմանության հետ, որտեղ Հայաստանն օրինակ կարող են տալ չեզոք պետության կարգավիճակ, իսկ չեզոք պետությունը իրանք չունի վերպետական ռազմաքաղաքական կառույցի անդամ լինել, այն է հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության եւ վերանայել ռազմական բոլոր պայմանագրերը, ամենայն հավանականությամբ Ռուսաստանի հետ 95 թվականին կնքված այդ պայմանագրը չեղարկվի։ Այսինքն երրորդ քայլը դա է եւ չորրորդը Ռուսաստանի տնտեսական ներկայությունը Հայաստանից ուղղակիորեն դուրս տրվել։ Հիմա այդ գործընթացի մեջ են, մասնապես Սամվել Կարապետյանը, որը կանոնավորված է, արիերևույթ եկեղեցու հետ կապված իր կեցվածքն է պատճառը, այդ կա, բայց հիմնական պատճառը դա չի, դա էլ ցանցերը ուղղակի խլելն է եւ այդ գործընթացը օրվա իշխանությունները տանում են։ Այդ թվում նաև ատոմականի փակում, որտեղ ռուսական կողմը մասնակցություն ունի վառելիքի տրամադրմամբ եւ մասնագիտական սպասարկմամբ, փորձելու են այնուամենայնիվ Հայաստանի արտադրանքի 80%-ը մոտ, եթե ոչ ավել գյուղմթերքևորի սպառման շուկան հիմնական Ռուսաստանի հետ շուկան փակել, ռուսական գազից կտրվել է ժանգազից եւ փորձել բերել ադրբեջանական վառելիք, բենզին, հա, դա Թուրքիայից, հացահատիկ, այլ երկրներից Ադրբեջանում ակնհայտ է, որ Ռուսաստանի ազդեցությունը տնտեսական փորձում են աշճանաբար նվազեցնել,
Եվ վերջն արդյունքում, ես չգիտեմ ինչքան ժամանակ հետո, եթե այս գործընթացները շարունակվեցին, Ռուսաստանը այստեղ պետք է ազդեցություն չունենա, դա, բայց Փաշինյանի տերերի ցանկությունն է, որտեղ աշխարհում այն աշխարհակահաղական գործընթացները, որ գնում են, կարծում եմ մենք մոտենում ենք մի հանգրվանի, որտեղ Ուկրաինայում պատերազմը կանգնելուց հետո աշխարհում իսկապես տեկտոնիկ փոփոխություններ են, որտեղ վերջին հաշվով Հայաստան նման երկրները ունեն իշխանություններ, որոնք նշանակել են գլոբալիստները։ Իսկ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ռուսաստանի նախագահ Պուտինը իրենց ամբողջ գործունեությամբ հակագլոբալիստ են։ Այսինքն աշխարհի միաբևեռ կառավարումը վերպետական կառույցների միջոցով այդ ծրագրի պրոյեկտի ոչ միայն դեմ են, այլև պայքարում են դրանց դեմ։ Ես կարծում եմ, որ եթե Ուկրաինան կանգնում է, իսկ Միացյալ Նահանգները ամեն ջան գործադրում է, որ այդ կռվը կանգնի, դրանց հետո ուղղակի փոփոխություններ սկսած եվրոպական երկրներից։ Վստահաբար ասեմ ձեզ, եվրոպական շատ երկրներում արտահերթ ընտրություններ են լինելու եւ գլոբալիստների իշխանությունները փորձելու են հեռացվել այն ուժերի կողմից, որոնք ազգային են, որոնք արժե համակարգի հենքի վրա են եւ չեն ցանկանում գործիք հանձնանալ գլոբալիստներին, այս բանը մասնապես Բրիտանիայի կառավարությանը։ Իսկ մեր նման երկրներում այդ փոփոխությունները շատ ավելի արագ կլինեն, քան եվրոպական երկրներում, ասենք մի քանի օրվա ընթացքում։ Զանգ եւ ճողոպրել։ Տեսեք, պարոն Նահապետյան, դուք շատ եք զգուշացրել տարածաշրջանում մեծ պատերազմի վտանգի մասին եւ այս պարագայում օրինակ 2025 թվականին այն իրադարձությունները, որոնք տեղ ունեցան Մերձավոր Արևելքում ու Ուկրաինայում, ինչ իրավիճակ եւ ինչ իրադրություն են ձևավորել հենց Հայաստանի շուրջ։ Գիտեք, եթե Ուկրաինայում այնուամենայնիվ գործընթացները Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի ջանքերով փորձում է պատերազմը կանգնեցնել, բնականաբար դա ուղղակի հակոտնյա է Բրիտանիայի եւ Եվրոպայում իր գործընկերների համար։ Ուրեմն իրենք ինչ պետք է անեն, եթե այնուամենայնիվ այստեղ փորձ արվում կանգնեցնել եւ Բրիտանիան չի կարողանում խոչընդոտել, իսկ այսօր միակ խոչընդոտը առերևույթ Ուկրաինայի ռեժիմի պարագլուխն է, որտեղ անցյալ տարի մայիսից նա այլևս նախագահ չէ, երկրի սահմանությամբ ռազմական դրության ժամանակ առաջին դեմքը երկրի օրենսդիր մարմնի ռադայի ղեկավարն է, բայց այդպես չի։ Հիմա եթե այնտեղ գործնականում ինչ որ մի վերջնական փուլի հանգրվան են հասել, ես չեմ բացառում, որ Բրիտանիան փորձի այդ տեղեր որոշակի այսպես հակամարտությունները բերել ռազմական գործողությունների տրամաբանության մեջ։ Օրինակ մասնավորապես դա Մոլդավիայի Բերստենստի հանրապետությունն է, որտեղ մի կողմից ռումինական զորքեր, որոնք Մոլդավիայում են, մի կողմից հարվածել, մյուս կողմից ուկրաինական զորքերը։ Մյուսը Կալինինգրադի մարզն է, որ ամբողջովին շրջափակված է, փաստացի։ Երրորդ հարավային Կովկասն է, չորրորդը Միջին Ասիան։ Ես չեմ բացառում, որ այստեղ փորձ կարվի, բայց այդ փորձը ի սկզբանե ձախողված է, այսինքն դա որակապես ոչինչ չի տա, որտեվ Թուրքիան սկզբունքորեն չի մասնակցի, այսպես ակնկալելով Բրիտանիան հույս ունի, որ Թուրքիան մասնակցի, Թուրքիան իշխանը հրաշալի հասկանում է եւ չի մասնակցի։ Ուստի արձանագրենք, որ մեզ մոտ, եթե ժամանակին բավականին մեծ էր, հավանականությունը այսօր բավականին փոքր է, առավելս որ դրան փորձելու է խոչընդոտել Միացյալ Նահանգները, որտեղ իր համար է տարածաշրջան, անգամ Ուկրաինան իրան այդքան էլ հետաքրքիր չի։ Իրեն ասենք հետաքրքիր Ուկրաինայի ընդերքը, որտեղ ռուսական կողմը սկզբունքորեն դեմ չի երկկողմանի շահերի սպասարկման տրամաբանության մեջ օգտագործել տեխնոլոգիաներ բերել հանքարդյունաբերություն, այո։ Այսօր Միացյալ Նահանգներին իսկապես մեր տարածաշրջան հետաքրքիր եւ հանքավունքային բավական լուրջ պաշարներ, այդ թվում նաեւ Հայաստանում, Ադրբեջանի եւ Կասպից ծովային երկրներն, որտեղ նավթ ու գազ կա, որ ինքը ուղղակի մասնակցություն ունեն, որտեղ եթե Միացյալ Նահանգները այսօր ռազմական առումով ունեն չափելի ուժ միայն Ռուսաստանի հետ, որպես երկու միջուկային գերտերություն, տնտեսական առումով իրենց մրցակից է Չինաստանը, ապա ընդերքի առումով Միացյալ Նահանգները բավականին քիչ պաշարներ ունեն ի համեմատ օրինակ Ռուսաստանի, պատահական չէ, որ Գրենլանդիա եւ Կանադան եւ ԱՄՆ նախագահը ասում է, որ միացնելու են, այդ երկուսը Գրենլանդիան որպես Կանադայի տարածք իրենք ունեն ռեսուրսներ բավական լուրջ Արկտիկայում։ Ու տեսականորեն պատկերացնենք, եթե ստացվի Կանադան եւ Գրենլանդիան միացնում է իրեն, ապա Արկտիկայում իր չափաբաժնը Միացյալ Նահանգներին ավելի լինում, քան Ռուսաստանն է։ Այնտեղ 5 պետություն են՝ Գրենլանդիա, Կանադա, Ռուսաստան, Միացյալ Նահանգները եւ Նորվեգիա։ Եվ իրեն ավելի շատ է լինում, իսկ Արկտիկայում պաշարների, նավթի, գազի օգտակար հանածությունների, հատուկ մետաղների արգելին։
Պարոն Նահապետյան, իսկ այն, որ որոշակի մերձեցում է հիմա նկատվում Թուրքիայի եւ Իրանի միջև, դա ինչ ազդեցություն կունենա տարածաշրջանի եւ մեզ վրա։ Ես կարծում եմ, որ ակնհայտ է, որ այստեղ չեմ ասում ամբողջովին ձախողվել է, բայց վական թույլատրել է բրիտանա-թուրքական թուրանը, որի առանցքային միավորը, որը պետք է կյանքի կոչել է ծրագրերը, այդ թվում նաև պատերազմ հրահարելու, դա թուրքական պետությունների կազմակերպությունն է, բայց հիմա Թուրքիայի ղեկավարությունը ակնհայտ տեսնում է, որ բրիտանական այդ պրոյեկտը առանձնապես ոչ միայն առաջ չի գնում, այլ լուրջ խոչընդոտներ ունի իդեմս Ռուսաստանի, Իրանի եւ Միացյալ Նահանգների։ Եվ բնականաբար ինքը փորձելու է հարաբերությունները լավացնել իր հարևանների, այդ թվում նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Ինչու, որովհետև ըստ վերջերս վականին սրվել է թուրք-իսրայելական հարաբերությունները, թե տնտեսական առումով նրանք համագործակցում են, բայց հաշվի առնելով Իսրայելի վերաբերմունքը Իրանի, որտեղ 12 օր փաստորեն ռազմական գործողություններ Իսրայելի Միացյալ Նահանգների հետ իրականացրեց։ Հաշվի առնելով այդ իրողությունը, թշնամից թշնամին իմ բարեկամն է, Թուրքիան այդպես է շարժում, եթե իր Իրանի թշնամին Իսրայելն է, իսկ Թուրքիան Իսրայելի հետ հիմա որոշակի լարումների դաշտում է, ապա թուրք-իրանական այդ հարաբերությունները մերձեցումը շատ բնական ֆոնի պետք է նայել։ Բայց հիշենք, որ երկու պետությունները միշտ հաշվառներ, որ իրենք գերտերություն չեն, իրենք պահի իրավիճակը միշտ գնահատում են, այսինքն անհրաժեշտության դեպքում եթե պետք լինի փոփոխել, չեմ ասում ռազմավարական, բայց մարտավարական վստահաբար իրենք փոխելու են իրենց, ասենք, քայլերը։ Պարոն Նահապետյան, իսկ ինչպես կմեկնաբանեք այն թեզը, որ Հայաստանը կամաց-կամաց վերածվում է հակառուսական պլացդարմի, որն է լինելու այն գինը, որ Հայաստանը կվճարի դրա համար եւ արդյոք Հայաստանը օրինակ պատրաստ է վճարել այդ գինը 2026 թվականին։ Հետխորհրդային տարածքի բոլոր 14 հանրապետությունները, բացի Ռուսաստանից, օգտագործվում են եւ կօգտագործվեն միշտ Ռուսաստանի դեմ խնդիրներ առաջացնելու։ 2008-ին Վրաստանը խնդիրներ առաջացրեց, եթե հիշում եք Հարավային Օսեթիայում ռազմական գործողությունները դեռ Ռուսաստանին փորձում էին ներքաշել այդ պատերազմի մեջ, դարձնել ռուս-վրացական լուրջ բախում։ Մերբաթյան 3 հանրապետությունները ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են եւ գտնվում են Ռուսաստանի հետ ոչ այդքան բարեկամական, իսկ կարելի ասել թշնամական հարաբերությունների մեջ ՆԱՏՕ-Ռուսաստան։ Մոլդավիան եւս նույն կարգավիճակում է։ Հարավկովկասյան հանրապետություններից ակնհայտ է Ադրբեջանի ղեկավարության որակական փոփոխությունները դեպի Արևմուտք երկու լարի վրա է նախահավում միաժամանակ եւ բրիտանա-թուրքական թուրանի պրոյեկտի մեջ է, բայց միաժամանակ նաեւ Միացյալ Նահանգների հետաքրքրությունների շրջանակում է, այո։ Վրաստանը կորուստներից հետո Աբխազիա, Հարավային Օսեթիա որոշակի փոփոխություններ է իր ռազմավարական քայլերով իրականացրել եւ փորձում է այս կամ այն չափով Ռուսաստանի հետ հարաբերություն լավացնել։ Հայաստանը, ինչպես ասում են, Հայաստանում վճռական օրեր են, որովհետև կա դիմադրություն օրվա իշխանությունները նորից եմ ասում բերվել է Արևմուտքի կողմից, կոնկրետ Բրիտանիայի կողմից, կոնկրետ խնդիրների համար։ Հիմա քաղաքական ուժերի անդիմադիր մի մասը հասարակական շրջանակները, փորձագիտական շրջանակները, մեր ժողովրդի մասը սկզբունքորեն դեմ են այդ ամեն ինչին եւ գնում է պայքար։ Ну, կարելի ասել պայքար ուղղակի երբ գործիքակազմը նայում ենք օրվա իշխանությունների, բացի բռնություններ, կալանավորումներ, ճնշումներ, ձերբակալություններ, այլ գործիքակազմ չունի։ Քաղաքական դաշտում իշխանությունները այս առումով կարելի ասել ամբողջովին պարտվել են։ Եվ պատժիչ մեքենան է աշխատում, բայց միաժամանակ եթե Հայաստանը, հաստատ Հայաստանի առաջ այսպեսի երկտանք է օրվա իշխանությունները բերել, կամ Ռուսաստան, այստեղ, կամ Թուրքիա։ Ռուսաստանը առարկապես ներկայացված է, հիմա ամեն ինչ անում են Ռուսաստանի դուրս տնեն, բնականաբար այստեղ Թուրքիան դնելու եւ տնտեսական եւ անվտանգային եւ անգամ վեհապար հայրապետի փոփոխության կարևորագույն շահառուներից մեկը Թուրքիան է։ Եվ բայց այնուամենայնիվ դիմադրություն կա, պայքար կա, այնպես չի որ ամբողջովին իրենք հաջողություններ են գրանցել, ես ուզում եմ իսկապես արձանագրել քարոզչական դաշտերին ամբողջովին պարտվել են։ Գիտեք, շախմատում մի տերմին կա ցուկցվանք, երբ հակառակորդը ինչ-որ քայլանում, ինչ քայլանում է իր դեմ աշխատում։ Հիմա Փաշինյանը լավագույն, այսօր ամենալավ թեև այդտեղ ոչ միայն կասկածպես համոզումն է, որ որից լավ բան չի անում, որտեղ տերի հանձնական նկատում, ինչ լավ քայլ է անի, մարդկանց մոտ ընկալում կա, որ դա վատ քայլի համար է։ Ես հավաքական առումով նկատի ունեմ ոչ թե իր կերակրատաշտին մոտ գտնվող կամ կուսակցական ինչ-որ, թեև նրանց մոտ ներքին դժգոհություն կա, ուժայինների բավական լուրջ դժգոհություն կա այս եկեղեցու հետ կապված։ Օրվա իշխանությունը նաև փորձում են մեր իմունիտետը, դիմադրողականությունը թույլատրել։ Ցանկացած պետությունը իմունիտետ ունի 3 կառույցի տեսքով՝ անվտանգություն, բանակ եւ ոստիկանություն։ Եթե ուշադրություն դարձնենք, 3-ն էլ թույլատրում են, մասնատում են եւ այլն։ Հիմա այս կռիվն է գնում, ես կարծում եմ, որ այնուամենայնիվ
Օրինակ Ուկրաինայում Զելենսկու հարցը լուծված է։ Այնտեղ խնդիրն է Միացյալ Նահանգների տեխնացուն է իր տեղ լինելու։ Ու ասում են 3 տեխնացու կա Պարաշենկո, Տիմոշենկո, մեկ նախագահ, մյուս վարչապետ եղել եւ հետախուզության ղեկավար Բուդանով։ Ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգներն ունեն գործնականում ռեալ տեխնացու Բուդանովն է հետախուզության ղեկավարը, բավական ամբիցիոզ երիտասարդ անձնավորություն է։ Բրիտանիայի տեխնացուն Զալուժնին, որը Ուկրաինայի դեսպանն է Բրիտանիայում, նախկինում բանակի ղեկավարն է եղել։ Եվ Զելենսկու հարցերը, ինչպես ասում են, արդեն որոշված է։ Նույն տրամաբանությամբ վաղ թե ուշ Զելենսկու նման որոշվելու է նաև մեր նման երկրների ղեկավարների հարցը, որտեղ այնուամենայնիվ իրենք փորձելու են իրավիճակից ելնելով շատ արագ կողմնորոշվել դեպի ասենք Միացյալ Նահանգներ կամ Ռուսաստան, բայց դա արդեն անցալում է, որտեղ ոչ Միացյալ Նահանգները, ոչ Ռուսաստանի ղեկավարության կողմից որից ձևով վստահություն չեն ներշնչում, որտեղ ըստ մարդիկ բերվել են կոնկրետ պետությունների կողմից, ասենք գլոբալիստների կողմից, ասենք Բրիտանիա, Ֆրանսիա, Իսրայել եւ վաղ թե ուշ, այսինքն այստեղ կարող քաղաքական գործընթացներ սկսի այն ժամանակ, երբ անգամ քաղաքական ուժերը չեն սպասում։ Դրսի ազդակները շատ ավելի հզոր լինեն ներսում ներքաղաքական process-ների, քան ներքին ներքաղաքական ճգնաժամ կամ զարգացումները։ Պարոն Նահապետյան, եթե ստիպված լինեիք 2025 թվականը ինչ-որ ռազմական տերմինով մեկնաբանել, ներկայացնել, որը կլիներ այդ տերմինը։ Գիտեք, ես ինքս խիստ կարևորում եմ, որ մեր դիմադրության միջնաբերդը եկեղեցին է, այսինքն վերջին դա պատվարն է, հակառակորդ ուզում է դա վերցնել։ Բոլոր ինստիտուտները իրենցն են, հա, եկեղեցին ինքը ազգային ինստիտուտ է։ Եվ եկեղեցու մասնատման գործընթացը հակառակորդը փաստորեն ծախողում է, չի կարողանում։ Ուրեմն ռազմական գիտության մեջ այսպես է, եթե հակառակորդը հարձակվում է, դու պաշտպանող կողմն ես, այո, դու իրավունք չունես ինչ որտեղից մարտավարական կամ ռազմավարական ճեղքում անել կամ հակահարձակման անցնել։ Դու սպասում ես, մինչև հարձակող կողմը իր ամբողջ ռեսուրսները մարտի մեջ են նետում, եւ եթե դիմադրությունը բավական էֆեկտիվ կազմակերպված է, այսինքն հակառակորդը չի կարողանում ճեղքում ապահովել, հա, որ ճեղքումից հետո կարողանա ինչ-որ խմբավորներ շրջափակել եւ ոչնչացնել եւ հաջողություն ունենալ։ Հիմա մեզ մոտ գնում է տոտալ պաշտպանություն, որ պայն հակառակորդի բոլոր, այսպես ասենք, հա, զենքերը այլևս կոտրվում են, իսկ այսօր պատերազմը գնում է տեղեկատվական եւ հոգեվոր դաշտում, որ պայն հակառակորդը այլևս սպառում է իրեն, այլևս էլ գործիքակաց չունի եւ մեր դիմադրության ճակատը առավել կազմակերպված է լինում, այդ ժամանակ կարծում եմ հակահարձակման պահը գալու է։ Ես կարծում եմ խորքային եւ էֆեկտիվ պաշտպանությունն է, թե զինվորական տերմիններով ասենք, իսկ 2026 ինքը վստահաբար հաշվի առնելով աշխարհակական են գործընթացները, որ տեղի կունենան, լինելու է հակահարձակման նոր տարի։ Եվ վերջում պարոն Նահապետյան, ինչ իրադարձություններ տեղի ունեցան 2025-ին, որոնք հուսահատեցրեցին եւ որոնք էին, որ հույսի նշույլ ստեղծեցին, որ 2026 թվականին հնարավոր կլինի Բախտյանիվը ի նպաստ Հայաստանի եւ հայ ժողովրդի փոխել։ Հուսալիքումը սովորաբար մարդկանց մոտ առաջանում է այն ժամանակ, երբ իրենք չեն սպասում ինչ-որ մի դեպքի եւ այդ դեպքը լինում է եւ իրենք կորուստներ ունեն եւ հանկարծակի են գալիս, թեև գրված է հույսը մենակ Աստծո վրա պետք է դնել։ Իսկ գետնի վրա հիմա ես ասեմ, եթե իրավիճակը մենք համարժեք գնահատենք եւ գնահատենք, որ մենք պատերազմի մեջ ենք, հուսալիքվել պետք չի։ Պատերազմի ժամանակ եւ պարտություն է լինում եւ հաղթանակ է լինում, հա, ուղղակի մեր ժողովրդի մոտ այն ինչ որ հիմա տեղի ունենում անբնական է։ Ի տարբերություն, ասենք, այն մասնագետների, որոնք գտնում են սա բնական process է։ Այսինքն ես այս ամեն ինչը տեսնում եմ process-ի որպես ինչ որ этап, ինչ որ փուլ պատերազմի անցկացման։ Դա ասում եմ, այսօր մենք ակտիվ պաշտպանության մեջ ենք, կոնկրետ եկեղեցու հետ կապված, եւ 2026-ին այդ պաշտպանությունից կարծում եմ կլինի հակահարձակում, այսինքն ես չեմ բացառում անգամ, որ Հայաստանում ներքաղաքական process-ները քաղաքական ճգնաժամի արկայության պայմաններում կոնսոլիդացվեն եկեղեցու եւ վեհապարի շուրջ։ Ճիշտ է, իրենք քաղաքական դաշտ չեն մտնելու, բայց այն դրոշը, որի վրա ժողովուրդը քաղաքական ուժերը պետք է միավորվեն, ասենք 26-ի հունիսի ընտրությունների շեմը, եթե մինչեւ չլինի փոփոխություն, ապա ես կարծում դա ավանդական հոգեվոր արժեհամակարգի պաշտպանությունն է եւ այդ արժեքների պաշտպանության թիվ 1 ազգային ինստիտուտի եկեղեցու պաշտպանությունը։ Ընդ որում ուշադրություն դարձրեք, որ Ռուսաստանի Դաշնությունում անհիշելի ժամանակներից հոգեվոր ավանդական արժեքները պետության կողմից պաշտպանության տիրույթում են եւ ըստ վերջերս երբ
Միացյալ Նահանգները անվտանգության դոկտրին փոխեցին ռազմավարությունը, այնտեղ եւս ավանդական արժեհամակարգը կարևորագույն էլեմենտներից է, այնպես որ այս առումով մենք դաշնակից ենք, բոլորն ենք, ովքեր որ եկեղեցու ասպատակության դեմ խրամատում կանգնած են, մենք ունենք իդեմս եւ Ռուսաստանի Միացյալ Նահանգների դաշնակիցներ այդ թեմայով։ Եվ կարծում եմ թող օրվա իշխանությունները մտածեն 26-ին իրենց գլխին ինչ ամպրոպներ ու կարկուտ է գալու։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Այսօր իմ հյուրը ռազմական փորձագետ Պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանն էր։ Փաստինֆոյի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Համախմբենք եւ փրկենք հայրենիքը ներքին ու արտաքին թշնամուց։ Մինչ նոր հանդիպում։